Թրամփի հաջորդ թիրախը բունկեր թե բեկումնային հարված Պիկաքս լեռը դարձել է աշխարհի ամենաքննարկվող հասցեն։ Կոնգրեսն ընդդեմ պատերազմի կոչակում ձեռքում պետք է լինի, Կոնգրեսն ու Թրամփը կրկին հակառակ ճամբարներում են։ Միջուկային էներգիա միայն խաղաղ պայմաններով, Սաուդյան Արաբիայի առաջ նոր պահանջ է դրվել։ Ռուբիոյի ուղիղ ուղերձը բանակցում թե ճնշում, Ռուբիոն բացում է Վաշինգտոնի նոր հաշվարկները Իրանի և Ուկրաինայի հարցում։ Վեսթ Հոլիվուդում նոր վթար, ջուրը դեռ չէր հանդարտվել, նոր խողովակն էլ պայթեց, իշխանությունները չեն կարողանում բացատրել այս երևույթները։ Լոս Անջելեսի ոստիկանությունը նոր զինանոց ունի, եթե չեք լսում ոստիկանության շչակների ձայնը, գուցե այն զգաք, Լոս Անջելեսի ոստիկանության նոր տեխնոլոգիաները փոխում են խաղի բոլոր կանոնները։ Հաղթանակից հետո ոչ թե տուն, այլ սպիտակ տուն, Թրամփը չեմպիոններին է դիմավորել ու հաջորդ տիտղոսը մաղթել։ Այս և մի շարք այլ թեմաների մանրամասները առաջիկա րոպեներին։ Արմեզիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, դուք դիտում եք Հուլիսի 23-ի երեկոյան թողարկումը։ Կախավ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին մեզ մշտապես աջակցելու համար եւ հատուկ շնորհակալություն բոլորին, ովքեր որ իմ նախորդ թողարկումից հետո թողել էին դրական մեկնաբանություն եւ բաժանորդագրվել էին ալիքին, շարունակեք նույն տեմպով, եթե առաջին անգամ եք դիտում, ապա անպայման բաժանորդագրվեք, հուսով եմ, որ այս թողարկումը եւս ձեզ շատ դուր կգա։ Թույլ տվեք եւ այս թողարկումը սկսել Իրանի հետ հակամարտությունից։ Իրանի հետ կապված թեմաները առհասարակ շատ են, բայց վերջին շրջանում լարվածությունը մեծանում է հատկապես միջուկային թեմայով։ Աշխարհի ուշադրության կենտրոնում մեկ հարց է. Ամերիկայի Միացյալ Նահանգները կգնա արդյոք ցամաքային գործողության։ Այսօր փորձել եմ հասկանալ, թե ինչ դեպքում Միացյալ Նահանգները այդուամենայնիվ կգնա ցամաքային գործողության, գուցե եւ ինչ որ մի փոքր հատվածում ցամաքային գործողության, այլ ոչ ամբողջ Իրանի տարածքում։ Թվում էր, թե ամեն ինչ վերջացել է, սակայն Միացյալ Նահանգներն արդեն անընդմեջ 12-րդ գիշերն է ավիա եւ հրթիռային հարվածներ է հասցնում տարբեր թիրախների։ Ուշադրության կենտրոնում է հայտնվել իհարկե Իրանի տարածքում գտնվող խորքային ստորգետնյա համալիրներից մեկը, որը հայտնի է Պիկաքս լեռ անվամբ եւ ըստ արևմտյան աղբյուրների կարող է դառնալ Միացյալ Նահանգների հնարավոր հաջորդ թիրախը։ The Wall Street Journal-ի հրապարակման համաձայն իսրայելական հետախուզությունը կարծում է, որ Իրանը դեռ նախորդ աշնանը հազարավոր ուրանի հարստացված ցենտրիֆուգներ է տեղափոխել այդ համալիր։ Այդ գնահատականից հետո նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ամենայն հավանականությամբ շուտով կհարվածի այդ տարածքին։ Ըստ հրապարակման այդ տեղեկությունները մեծացրել են մտավախությունները, որ Թեհրանը կարող է համեմատաբար արագ վերականգնել իր միջուկային ծրագիրը, եթե պահպանում է անհրաժեշտ սարքավորումներն ու հարստացված ուրանը։ Թեև նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը չունի միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ նյութերը, արևմտյան գնահատականների համաձայն երկիրը նախկինում կուտակել էր մոտ 1000 ֆունտ, շուրջ 450 կիլոգրամ, 60% հարստացված ուրան, որը համարվում է զենքի մակարդակի մոտ նյութ։ Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի ISIS-ի մասնագետները նշում են, որ իսրայելական գնահատականները հավանական են, քանի որ վերջին 15 ամիսների ընթացքում արբանյակային լուսանկարներում արձանագրվում է շինարարական անընդհատ ակտիվություն։ Փորձագետների տվյալներով ստորգետնյա համալիրը գտնվում է ժայռի տակ, մոտ 90-ից 140 մետր խորության վրա եւ բավական մեծ է մի քանի միջուկային օբյեկտ տեղավորելու համար։ Այն գտնվում է Իրանի Նաթանզի միջուկային կենտրոնից ընդամենը մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա։ Հիշեցնեմ, որ Նաթանզը 2025 թվականին դարձել էր Միացյալ Նահանգների Midnight Hammer գործողության ընթացքում թիրախավորված այն 3 միջուկային օբյեկտներից մեկը։ Համալիրի շինարարությունը մեկնարկել էր 2020 թվականին լեռան ներսում նոր սերնդի ցենտրիֆուգների հավաքման գործարան ստեղծելու նպատակով։ Մասնագետների գնահատմամբ օբյեկտը դեռևս ամբողջությամբ չի շահագործվում, սակայն շինարարական աշխատանքները շարունակվում են։ Որոշ փորձագետներ էլ ենթադրում են, որ նման խորության վրա գտնվող համալիրը կարող է անհասանելի լինել նույնիսկ Միացյալ Նահանգների ամենահզոր բունկեր ճեղքող ավիառումբերի համար։ Այդ իսկ պատճառով նման օբյեկտի վնասազդեցման ավելի հավանական տարբերակ կարող է լինել հատուկ ցամաքային գործողությունը կամ դիվերսիոն գործողությունները։ Ներկայացուցիչների պալատն այսօր նվազագույն առավելությամբ ընդունել է բանաձև,
որով պահանջվում է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների շարունակման համար նախագահ Դոնալդ Թրամփը նախ ստանա կոնգրեսի պաշտոնական թույլտվությունը։ Մի քանի ժամ անց Սենատը մերժել է նմանատիպ նախաձեռնությունը, ինչի հետևանքով բանաձևը որևէ իրավական ուժ չի ստացել։ Ներկայացուցիչների պալատում նախաձեռնությունն ընդունվել է 214 կողմ, 208 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ Սենատում այն մերժվել է 47 կողմ, 49 դեմ արդյունքով։ Թեև այս նախաձեռնությունները հիմնականում խորհրդանշական բնույթ ունեն, դեմոկրատներն ասում են, որ դրանց նպատակն է ցույց տալ, որ կոնգրեսում աճում են մտահոգությունները Իրանի հետ պատերազմի երկարաձգման եւ վարչակազմի հստակ ռազմավարության բացակայության վերաբերյալ։ Սպիտակ տունը պնդում է, որ նախագահն ունի սահմանադրությամբ ամրագրված լիազորություն պաշտպանելու Միացյալ Նահանգներն ու ամերիկացի քաղաքացիներին Իրանի կողմից ներկայացվող սպառնալիքից եւ կանխելու, որ Թեհրանը երբևէ միջուկային զենք ձեռք չբերի։ Քննարկումների ընթացքում Ֆլորիդայից հանրապետական կոնգրեսական Բրայան Մաստը հիշատակել է պատերազմի ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների անունները, հայտարարելով, որ նրանց զոհաբերությունը չի կարելի անիմաստ համարել, քանի որ գործողություններն ուղղված են եղել Իրանի կողմից տարիներ շարունակ իրականացված հարձակումներին պատասխանելու։ Ի պատասխան դեմոկրատ կոնգրեսական Գրեգորի Միքսը նշել է, որ ցանկացած նախագահ պարտավոր է նախ կոնգրեսին ներկայացնել պատերազմի անհրաժեշտության հիմնավորումները։ Նրա խոսքով զոհված ծառայողները կյանքը տվել են մի պատերազմի համար, որը չի ստացել օրինական թույլատրություն եւ չի վայելում ամերիկացիների աջակցությունը։ Մի կողմից միջուկայինի դեմ պայքարն է, մյուս կողմից էլ ճանապարհ է հարթվում Սաուդյան Արաբիայի համար։ Սպիտակ տանը կայացել է մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթի հասուլիսը, որի գլխավոր թեման Սաուդյան Արաբիայի հետ նախատեսվող քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագիրն էր։ Լևիթը հայտարարել է, որ այն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե Ռիադը միանա Աբրահամյան համաձայնագրերին եւ կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ։ Խոսնակը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է այս պայմանը ներկայացրել Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը։ Նրա խոսքով քաղաքացիական միջուկային ծրագիրը նախատեսում է բացառապես ոչ ռազմական նպատակներով միջուկային էներգիայի զարգացում եւ չի ներառում ուրանի հարստացում։ Լրագրողների հարցին, թե ինչու այս պայմանը չէր նշվել նախորդ օր էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ, Լևիտը պատասխանել է, որ վերջնական որոշումը միշտ ընդունում է նախագահը եւ եթե Սաուդյան Արաբիան չմիանա Աբրահամյան համաձայնագրերին, ապա գործարքը չի իրականացվի։ Սպիտակ տունը սակայն չի հայտնել արդյոք Ռիադը պատրաստ է ընդունել այդ պայմանը։ Մամուլի քարտուղարը միայն նշել է, որ բանակցությունները շարունակվում են, իսկ գործարքի մանրամասները դեռ վերջնականացված չեն։ Լրագրողները հիշեցրել են, որ Սաուդյան Արաբիան նախկինում հայտարարել էր, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն Պաղեստինյան պետության ստեղծման հստակ հեռանկարի դեպքում։ Ի պատասխան Լևիթը հրաժարվել է մեկնաբանել նախագահի բանակցությունների բովանդակությունը, կրկնելով, որ Դոնալդ Թրամփը շարունակում է վճռականորեն պաշտպանել այս պահանջը։ Նա նաև ընդգծել է, որ քննարկվող համաձայնագիրը առաջնահերթ հնարավորություն է տալու ամերիկյան ընկերություններին մասնակցել Սաուդյան Արաբիայի քաղաքացիական միջուկային ծրագրի զարգացմանը, ինչը Սպիտակ տան կնպաստի ԱՄՆ արդյունաբերությանը, աշխատատեղերին եւ մատակարարման շղթաների ամրապնդմանը։ Ավելի ուշ նախագահ Դոնալդ Թրամփն է անդրադարձել Սաուդյան Արաբիայի հետ կնքված քաղաքացիական միջուկային էներգետիկայի վերաբերյալ նոր համաձայնագրին։ Թրամփը սոցիալական ցանցում գրել է, որ համաձայնագիրը չի թույլատրում ուրանի հարստացում ու ընդգծել, որ Միացյալ Նահանգները դեմ չէ խաղաղ նպատակներով, սակայն առանց ուրանի հարստացման միջուկային օբյեկտների կառուցմանը։ Միջուկային անվտանգության ոլորտի մասնագետները մտահոգություն են հայտնում, որ փաստաթուղթը չի պարունակում բավարար վերահսկողական մեխանիզմներ, որոնք կկանխեն ուրանի հնարավոր հարստացումը մինչև զենքի արտադրության համար անհրաժեշտ մակարդակ։ Նեթանյահուի գրասենյակը ողջունել է Սաուդյան Արաբիայի հնարավոր միացումը Աբրահամյան համաձայնագրերին, այն անվանելով խաղաղության պատմական քայլ, սակայն չի անդրադարձել միջուկային համագործակցության վերաբերյալ համաձայնագրին։ Իսկ Սաուդյան Արաբիայի դեսպանատունը Վաշինգտոնում հրաժարվել է մեկնաբանել Թրամփի հայտարարությունը։ Նոր համաձայնագիրը նախատեսված է 30 տարվա համար։ Ըստ տեղեկությունների ապագայում համատեղ ուսումնասիրությունից հետո կարող է քննարկվել նաև երկրում ուրանի հարստացման գործարանի կառուցումը։ Համաձայնագիրն առաջիկայում կներկայացվի կոնգրեսի քննարկմանը, որտեղ այն արդեն բախվում է թե հանրապետականների, թե դեմոկրատների քննադատությանը։ Օրենսդիրներն ու միջուկային անվտանգության փորձագետները պահանջում են ավելի խիստ վերահսկողություն եւ կոնգրեսի վերջնական հաստատումը նախքան այն ուժի մեջ մտնելը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը մասնակցում էր Ասիան համաժողովին, պատասխանելով ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, անդրադարձել է մի շարք թեմաների։ Խոսելով Իրանի շուրջ զարգացումներից, Ռուբիոն հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է տարբեր ուղիներով կապ հաստատել պաշտոնական Վաշինգտոնի հետ եւ բանակցություններ սկսելու ցանկություն հայտնել։ Սակայն ըստ նրա Միացյալ Նահանգների վարչակազմը համոզված չէ, որ Իրանը պատրաստ է իրական եւ կայուն համաձայնության, քանի որ նախկինում բազմիցս խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ռուբիոն նշել է, որ Իրանը ամեն օր ավելի բարձր գին է վճարում, կրելով ռազմական եւ տնտեսական լուրջ կորուստներ, եւ ենթադրել է, որ այդ ճնշումը կարող է ի վերջո ստիպել Թեհրանին վերադառնալ բանակցությունների սեղան։
Խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին, պետքարտուղարը շեշտել է, որ Միացյալ Նահանգների հիմնական նպատակը ոչ թե Իրանում իշխանափոխությունն է, այլ բացառապես այն, ինչը բազմիցս է նշվել՝ Իրանը երբեք պետք է միջուկային զենք չունենա։ Նրա խոսքով Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած համաձայնության, որը կապահովի այդ նպատակը, սակայն թույլ չի տա, որ Թեհրանը դառնա միջուկային տերություն։ Անդրադարձ է կատարվել նաև ռուս-ուկրաինական պատերազմին։ Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է պատրաստական մնալ աջակցելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության հաստատմանը, սակայն ընդգծել է, որ պատերազմի ավարտը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ երկու կողմերն էլ ընդունելի լուծման շուրջ համաձայնության գան։ Պետքարտուղարն ASEAN-ի շրջանակում զրուցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, սակայն հրաժարվել է բացահայտել հանդիպման մանրամասները, ընդգծելով, որ դիվանագիտությունը չի կարող արդյունավետ լինել, եթե բանակցությունների բովանդակությունը հրապարակայնացվի։ Պետքարտուղարը նաև հայտնել է, որ նախկին խաղաղության առաջարկներն այլևս արդիական չեն, քանի որ դրանք ժամանակին չեն ընդունվել Ուկրաինայի կողմից։ Նրա խոսքով, եթե խաղաղություն հնարավոր լինի հաստատել, ապա դա կլինի նոր գաղափարների եւ նոր առաջարկների հիման վրա, եւ Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել այդ գործընթացին, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ։ Թողարկման երկրորդ հատվածում ոչ պակաս կարևոր թեմաներ են, այնպես որ մնացեք մեզ հետ, որպեսզի իմանաք, թե ինչ է կատարվում եւ Միացյալ Նահանգներում եւ Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, բայց կապված դարձյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Սակայն մինչև այդ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերոջը Վիվալդի Քեթրինգին։ Միշտ կարևոր արժեք է եղել հայկական օջախում հյուրընկալությունը, իսկ այսօր այն կարող է լինել նաև առանց ժամեր շարունակ խոհանոցում անցկացնելու։ Վիվալդի Քեթրինգը կհոգա լավագույն հյուրասիրության մասից, դուք պարզապես ժամանակ անցկացնեք ձեր ընտանիքի, հարազատների եւ հյուրերի հետ։ Եթե պատվեր կատարելիս էլ նշեք, որ Վիվալդի Քեթրինգի մասին տեղեկացել եք Արմեդիայից, ձեզ սպասվում է հաճելի անակնկալ։ Պատվերները կարող եք կատարել առցանց կամ զանգարել 707 771 77 71 հեռախոսահամարով։ 12 appetizers, 5 hot dishes, 5 sides, $300 for 10 to 12 people. Make every moment a Vivaldi moment. Շարունակենք լուրերը։ Վեստ Հոլիվուդում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ ջրատար խողովակի վթարն է գրանցվել։ Այս դեպքում վնասվել է Սանտա Մոնիկա բուլվարի եւ Լորել պողոտայի 6 դյույմանոց խողովակը, ինչի հետևանքով ճանապարհի մի հատվածը փակվել է երթևեկության համար։ Լոս Անջելեսի ջրի եւ էլեկտրաէներգիայի վարչությունը LADWP-ին հայտնել է, որ մասնագետներն աշխատում են վթարի վերացման ուղղությամբ։ Ջրամատակարարումը դադարեցվել է, տեղում դեռևս կուտակված է ջուր ու ցեխ, իսկ վնասի չափերը շարունակում են գնահատվել։ Առայժմ հայտնի չէ, թե քանի բաժանորդ է մնացել առանց ջրի եւ որքան ժամանակ կպահանջվի վերանորոգման աշխատանքների ավարտի համար։ Վեստ Հոլիվուդի փոխքաղաքապետ Դենի Հանգը հայտնել է, որ նախնական տեղեկություններով այս վթարը որևէ կապ չունի նախորդ վթարի հետ եւ խոսքը երկու տարբեր առանձին դեպքերի ու ջրատարների մասին է։ Ի դեպ, նախորդ վթարի վերականգնման աշխատանքների ընթացքում մասնագետները չորեքշաբթի երեկոյան հայտնաբերել են նաեւ նոր արտահոսք նույն հիմնական ջրատարի վրա, ինչը կարող է հետաձգել արդեն ընթացող վերանորոգման աշխատանքների ավարտը։ Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունը LAPD-ին սկսել են նոր տեխնոլոգիաներով համալրել իր պարեկային ավտոմեքենաները, նպատակ ունենալով բարձրացնել արտակարգ իրավիճակների ժամանակ երթևեկության անվտանգությունն ու արագացնել վարորդների արձագանքը։ Նոր համակարգերից մեկը Rambler կոչվող ցածր հաճախականության ազդանշանն է, որն աշխատում է սովորական շչակների հետ միասին։ Այն արձակում է ոչ միայն լսելի, այլև զգացվող ցածր հաճախականության ձայնային ալիքներ, որոնք վարորդներն ու հետիոտները կարող են նաև ֆիզիկապես զգալ։ Ոստիկանության տվյալներով, ի տարբերություն սովորական շչակների, այս համակարգի ազդանշանները կարողանում են ներթափանցել նույնիսկ լավ ձայնամեկուսացված ավտոմեքենաների սրա, ինչի շնորհիվ վարորդներն ավելի շուտ են նկատում մոտեցող շտապօգնության կամ ոստիկանության մեքենաները եւ ավելի շատ ժամանակ ունեն ճանապարհը զիջելու համար։ Բացի այդ, LAPD-ն իր պարեկային մեքենաներում տեղադրում է նաև Federal Signal Sync մոդուլ համակարգը։ Այն հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի պարեկային մեքենաներից հեռարձակել նախապես ձայնագրված եւ համաժամանակյա հանրային անվտանգության հայտարարություններ տարհանումների, բնական աղետների կամ խոշոր արտակարգ գործողությունների ժամանակ։ Ոստիկանության վարչությունը նշել է, որ տեխնիկական այս արդիականացումներն իրականացվել են հարկատուների համար առանց լրացուցիչ ֆինանսական բեռի։
Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքում ոստիկանության կողմից անօթևան տղամարդու կողմը մահացու-ռազենային կրակոցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսը վերածվել է բողոքի ակցիայի։ Մոտ 2 տասնյակ ցուցարարներ ներխուժել են դալիճ, խլել խոսափողը ոստիկանապետից ու պահանջել տեղի ունեցածի վերաբերյալ պատասխաններ։ Զոհված է 38-ամյա Քորի Դյուրել Ռուիզն է, Մեդիսոնի անօթևան բնակիչը։ Ոստիկանության տվյալներով Ռուիզը փորձել է դիմադրել ձերբակալությանը եւ դանակով վիրավորել է ոստիկաններից մեկին, ինչից հետո սպան կրակ է բացել նրա ուղղությամբ։ Քաղաքապետը հայտարարել է, որ միջադեպը կանցնի մանրակրկիտ եւ անկախ քննություն։ Քաղաքային խորհրդի անդամ Սաբրինա Մեդիսոնը, որի եղբայրը նույնպես անօթևան է, հայտարարել է, որ տեսանյութերը դիտելուց հետո բազմաթիվ հարցեր ունի եւ դժվարանում է հասկանալ, թե ինչու է իրավիճակը հանգեցրել մահացու կրակոցի։ Մամուլի ասուլիսի ընթացքում ցուցարարներից մեկը բարձրացրել էր պաստառ, որի վրա գրված էր «Կոռումպացված ոստիկաններն էլ են արժանի մահվան»։ Դալիճում սկսվել են բղավոցներ եւ վեճեր, ինչի պատճառով ոստիկանության պետ Ջոն Պատերսոնը ժամանակավորապես դադարեցրել է իր ելույթը։ Ավելի ուշ, երբ իրավիճակը հանդարտվել է, նա շարունակել է ասուլիսը խոստանալով լիարժեք համագործակցել նահանգային անկախ քննության հետ։ Քննադատության կենտրոնում են նաև այն փաստը, որ միջադեպի մասնակցած 4 ոստիկաններից ոչ ոք չի կրել մարմնի տեսախցիկ։ Փոխարենը համացանցում տարածվել են անցորդների նկարահանած տեսանյութերը, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկանները փորձում բերման ենթարկել տղամարդուն, իսկ մի քանի վայրկյան անց հնչում են 3 կրակոց։ Ոստիկանապետը կոչի արել վաղաժամ եզրակացություններ չանել, նշելով, որ բջջային հեռախոսով արված տեսանյութերը չեն արտացոլում ոստիկանների տեսանկյունը, իսկ դեպքի ամբողջական հանգամանքները պարզ կդառնան միայն անկախ քննության ավարտից հետո։ Արևմտյան Վիրջինիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հանկարծակի ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 2-ի։ Այդ մասին հայտնել են նահանգապետ Պատրիկ Մորիսիի գրասենյակից։ Պաշտոնյաները դեռևս չեն հրապարակել զոհվածների ինքնությունը, ինչպես նաև չեն հայտնել, թե որտեղ են հայտնաբերել նրանց մարմինները եւ ինչ հանգամանքներում են նրանք մահացել։ Սրանք առաջին պաշտոնապես հաստատված զոհերն են աղետալի ջրհեղեղներից հետո, օդերևութաբանների տվյալներով, որոշ շրջաններում տեղացել է մինչև 18 սանտիմետր անձրև, իսկ առանձին բնակավայրերում ընդամենը 37 րոպեում գրանցվել է մոտ 11.5 սանտիմետր տեղում։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են ամբողջությամբ ջրի տակ անցած հատվածներ։ Տարածաշրջանի տարբեր հատվածներում տասնյակ մարդիկ մնացել էին ջրի մեջ հայտնված ավտոմեքենաների ներսում։ Փրկարարները նրանց դուրս են բերել հատուկ գործողությունների ընթացքում, սակայն որոշ վայրերում հեղեղաջրերի պատճառով սկզբնական շրջանում նույնիսկ հնարավոր էլ չի եղել օգնության հասնել մարդկանց։ Միացյալ Նահանգներում առաջին անգամ գործազրկության նպաստի համար դիմող քաղաքացիների թիվը նախորդ շաբաթ անսպասելիորեն նվազել է, հասնելով ավելի քան կես դարի ընթացքում գրանցված ամենացածր մակարդակին։ Այս տվյալները վկայում են, որ երկրի աշխատաշուկան շարունակում է պահպանել կայունությունը, իսկ դաշնային պահուստային համակարգը կարող է կենտրոնանալ գնաճի դեմ պայքարի վրա։ Աշխատանքի նախարարության հրապարակած տվյալներով նախորդ շաբաթ գործազրկության պետական նպաստի համար ներկայացված դիմումների թիվը նվազել է 22,000-ով, կազմելով 187,000։ Սա վերջին 3 ամսվա ամենամեծ շաբաթական անկումն է եւ ամենացածր ցուցանիշը 1969 թվականի սեպտեմբերից ի վեր։ Վերջին ամիսներին ամենաաշխատաշուկան բնութագրվում է աշխատուժի սահմանափակ առաջարկով, նոր աշխատատեղերի ստեղծման չափավոր տեմպերով եւ համեմատաբար քիչ կրճատումներով։ Այդ պայմաններում հունիսին գործազրկության մակարդակը պահպանվել էր 4.2%-ի վրա, ինչը վերջին 1 տարվա ամենացածր ցուցանիշն է։ Դաշնային պահուստային համակարգի հաջորդ շաբաթ նախատեսված նիստում էլ ակնկալվում է, որ Ֆեդը կպահպանի տոկոսադրույքները անփոփոխ, սակայն ֆինանսական շուկաները շարունակում են կանխատեսել, որ մինչև տարեվերջ հնարավոր է առնվազն մեկ անգամ եւս բարձրացվեն տոկոսադրույքները։ Եվ օրվա վերջին թեման կիսա մարզական, կիսա քաղաքական։ Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է բեյսբոլի աշխարհի կրկնակի չեմպիոն Լոս Անջելես Դոջերսին։ Շնորհավորելով նրանց իհարկե համաշխարհային շարքի հաղթանակի կապակցությամբ, արարողությունը դարձել է առաջին պաշտոնական միջոցառումը Սպիտակ տան նոր վերափոխված Ռոուզ Գարդենում։ Թրամփը բարձր է գնահատել ակումբի հաջողությունները, նշելով, որ Դոջերսը համաշխարհային սպորտի ամենաճանաչված բրենդներից մեկն է եւ պատմության ընթացքում առաջին անգամ կարողացել անընդմեջ 2 անգամ նվաճել համաշխարհային շարքի տիտղոսը։ Նա նաև հույս է հայտնել, որ հաջորդ տարի եւս թիմը կվերադառնա Սպիտակ տուն արդեն որպես անընդմեջ եռակի չեմպիոն։ Թիմի գլխավոր մարզիչ Դեյվ Ռոբերտսը խոստացել է պայքարել այդ տիտղոսի համար։ Արարողության ավարտին ակումբի ներկայացուցիչները նախագահ Դոնալդ Թրամփին են հանձնել Դոջերսի հուշանվերը, որից հետո նա թիմին հրավիրել է օվալաձև աշխատասենյակ, ընդգծելով, որ Սպիտակ տունը միշտ բաց է այն մարզիկների համար, ովքեր ներկայացնում են հաղթողի ոգին եւ բարձր պահում ամերիկյան սպորտի հեղինակությունը։
Այսքանն էինք առանձնացրել օրվա լրահոսից։ Եթե առաջին անգամ եք դիտում եւ ձեզ դուր եկավ այս ձևաչափը, ապա անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին։ Եվ գիտենք, որ մեր հետևորդներից շատերը, որոնք երկար ժամանակ ինչ դիտում են մեր լուրերը, չեն ցանկանում բաժանորդագրվել։ Մի զլացեք, այս անգամ գոնե բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի մենք հասնենք մեր իրական հետևորդների քանակին։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, ամենակարևորը առողջ ու խաղաղ եղեք եւ խոստանում եմ, որ շուտով լինելու են նոր նախագծեր ու շատ հետաքրքիր նորություններ, այնպես որ մնացեք բարյավ։